հեռուստադիտողներ, մեր շատ սիրելի էջը ուր գնալ Հայաստանումը եւ արդեն նաեւ ուր գնալ վերափոխված տարբերակով վերադառնում է նոր եթերաշրջանով, նոր հետաքրքրություններով եւ նոր վայրեր բացահայտելով, այնպես որ հետեւեք այս էջին անպայման, որովհետեւ իսկապես նոր եթերաշրջանը շատ ավելի հետաքրքիր է լինելու։ Դե հուսանք, որ ամեն բան դեռ առջևում է, շատ գեղեցիկ ու հետաքրքիր վայրեր ենք բացահայտելու միասին եւ իհարկե ծանոթանալու ենք մեր հայրենիքի ու երկրի հող ու ջրի հետ, դա շատ կարևոր է, որովհետեւ ապրելով հայրենիքում մեկ-մեկ մենք աչքաթող ենք անում, ասում ենք դե լավ կգնանք, դե մյուս ամիս կկարգավորենք այդ հարցերը կգնանք ու այսպես մնում է տարիներ շարունակ ու մենք մեր երկիրը չենք ճանաչում։ Սա շատ լավ պահ է, շատ լավ առիթ է, որպեսզի այսպես տեսողական տեսնենք եւ ինքներս էլ քաջալերվենք ու գնանք բացահայտելու մեր երկիրը։ Իդեպ սիրելի հայրենակիցներ, ամռանը ձեզ բոլորիդ հրավիրում ենք հայրենիք, որովհետեւ շատ համերգներ կան եւ լիքը համերգներ կան։ Ուռա! Ասեմ, որ մեր Սոնան փորձել էր թաքցնել բոլորիցս, որ այսօր իր 3 իր ծննդյան օրն է, բայց մեր էքսպերտները պարզել էին դա։ Ես Սոնա, դու ախր շատ լավ գիտես, որ ոչ մի բան չի լինում թաքցնել մեր դաշտից։ Կարող եմ երազանք պահել։ Այո, անշուշտ, իհարկե, սա քո ես հիմա այնպես կանեմ, որ ավելի ամեն բան։ Ես եմ թխել տորթը, Սոն։ Սպասի, փչեմ մոմերը, երազանք պահեմ, հետո փորձենք անպայման։ Դե, 3 ու 4 ու կես։ Ուժը։ Ադին էտո լավ հաց սարքի տեսում։ Շնորհավոր ենք Սոնա ջան, ամենալավ բան է։ Ամենալավը։ Դու ինչքան էլ թաքցնես, մենք մեկակ իմանանք, որ քո ծնունդն է։ Չի թաքնվի ոչ մի բան մեր աչքերից։ Շնորհակալ եմ շատ։ Լավ անցկացեցի երեք։ Շատ անակնկալ է, շատ լավ եմ անցկացրել, շատ ջերմ, շատ այսպես սիրուն օր եմ ունեցել եւ շատ ուրախ եմ, որ շարունակվում է այսպես եւ առավոտը հաջորդ եւս շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ շատ սիրելի գործընկերներ եւ շատ ուրախ եմ, որ հենց դուք եք իմ գործընկեր։ Մենք էլ ենք շատ ուրախ, որ դու մշտապես մեր կողքին ես, դու մեր թիմի միակ աղջնակն ես, որ քեզ պետք է խնայենք, փայփայենք, շատ սիրենք, սեր տանք, փորձենք փոքրիկ այսպես դետալներով ուշադիր լինել քեզ։ Այո, ես էլ եմ շատ համաձայն, այնպես որ սիրելիս դու արժանի ես, դու սրանից ավելին ես արժանի, ես հուսով եմ քո բաղձալի երազանքները, քո ամենանվիրական երազանքները կատարվեն եւ յուրաքանչյուր օրը այսօրվանից սկսված դառնա քեզ համար տոն եւ յուրաքանչյուր օրը լինի տոն, այնպես չլինի, որ տարեդարձից տարեդարձ ծնունդից ծնունդ, մենք հիշում ենք բարեմաղթանքներ ենք ասում, չէ, թող լինի յուրաքանչյուր օրը այդպիսի տոնական եւ բայց այսօր քո ծնունդն է մեծացել ես դու արդեն։ Շնորհակալ եմ շատ, իսկապես շատ ջերմություն եմ հիմա զգում, շատ սեր եմ զգում, ոնց ասեցիր, որ պետքա տալ, ես այդ միշտ զգում եմ, շնորհակալ եմ շատ, ես ձեզ շատ եմ սիրում։ Նմանապես։ Եվ դուք շարունակեք ձեր ճաշատեսակը ներկայացնելու։ Տորթն էր այսօրվա ճաշատեսակը պատրաստվեց ավարտվեց։ Այսօր բաղադրատոմսը կտրենք քիչ հետո։ Այո, քիչ հետո մենք կվայելենք թեյով, սուրճով, համեղ, այսպես սեղան կպատրաստենք եւ կշարունակենք տոնել քո գեղեցիկ ծննդյան։ Եվ իմիջիայլոց ես ուզում եմ ծնողներիդ շնորհավորել ու ասել, որ ապրեք, չգիտեմ, ձեր հրաշք աղջիկը մեր կողքին է, շնորհակալ ենք այդ նվերի համար։ Ձեզ էլ առողջություն ենք մաղթում ու մաղթում ենք, որ ձեր ընտանիքի այսպես բոլոր երեխաները երջանիկ լինեն եւ ընդհանրապես բոլորի եւ ընկեր Սաֆարյան ջան, ես չի կարող չասել էլի, դուք իմ սրտի ուսուցիչն եք եղել, չգիտեմ, միակ մարդը իմ կյանքում ուսուցիչներից, որ երբեք չեմ մոռանա, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Այսպես շատ գեղեցիկ եւ էմոցիոնալ դրամատուրգիայում խոհանոցում ենք, ինչ ենք պատրաստում։ Չգիտեմ, բայց շարունակենք։ Հիմա կշարունակենք եւ կասենք, մեր խնջույքը շարունակվելու է այսօր համեղ բաներ ես կպատրաստեմ, որպեսզի խնջույքը լինի տոնական, այո, տոնական սեղան պատրաստենք, այնպես որ սիրելիներս լիքը այստեղ բանջարեղեններ ունենք, բոլորի սիրած։ Ես կարծում եմ այս բոլորը մենք գրիլ տարբերակով կտապակենք, ահա ես պատրաստել եմ գրիլի թավան, մեր բանջարեղենը ունենք փոքրիկ պղպեղիկներ գունավոր եւ լոլիկ ունենք, դդմիկ ունենք գազար, սամիթը իհարկե, սամիթով բրինձ
ենք այսօր պատրաստելու փլավ սամիթով, սա հետաքրքիր եւ Սուր կարող ես թևիկները փոխանցել ինձ, ահա ամանով։ Թռան թևիկ։ Այսօր շատ էսպես հետաքրքիր եւ թևիկներով մենք էլի կտապակենք, բայց մինչ այդ, քանի որ դուք էլ այստեղ եք, կուզեմ որ տեսնեք, մենք այն պետք է թաթախենք կաթի մեջ։ Սիրելիներս կաթով ուրեմն մարինացրեք մի փոքր, թողնենք կաթի մեջ մնա, ու հետո փափում են։ Այո, թևեր են առնում, մի տեսակ սրբի թևեր են։ Շատ հետաքրքիր կլինի, յուրահատուկ փափկություն կստանան այս թևիկները։ Իհարկե հետո պետք է թափենք այս կաթը, նորից մի հատ պարզաջրենք թևիկները։ Ես հիշում եմ, մեկ էլ մի հոգի կար, որ կաթի վանն էր ընտրում, դա Սոֆի Լորենն էր։ Ոչ մի հատ, Կլեոպատրան, Կլեոպատրան, այո։ Եվ երրորդը Հավի թևիկն էր։ Ինչպիսի անհատություն։ Բայց ես նույնականացրեցի դրան։ Կլեոպատրան, այո, Սոֆի շատ հետաքրքիր։ Լորենը։ Այ այսպես սա կմնա, հավի թևիկները մի 10 րոպե կմնան կաթի մեջ, այնուհետև ես դե կջրքամեմ, այս ամենը կպարզաջրենք ու կհամեմենք, հետո պետք է համեմունքներով իհարկե այն ցողենք ու սկսենք այսպես բանջարեղենի կողքին տապակել։ Այնպես որ դեռ հետաքրքիր է, անելիք կա։ Ես հիմա կկտրատեմ բանջարեղենները եւ սկսեմ կամած տապակել այն։ Ես քեզ կօգնեմ։ Շատ շնորհակալ եմ։ Ես ինչ անեմ, ես էլ կգնամ խանութ։ Պատուհանները կլվանան։ Դու գնա հաց առ, մինչև մենք կերակուրը պատրաստենք։ Շատ, ես չխանգարեմ աղջիկներին, դու չես կարող մեզ խանգարել, խնդրեմ։ Սոն, եթե դանակ ես փնտրում, ես այստեղ ավելի սուր դանակ եմ քեզ առաջարկում եւ այս ընթացքում կարող ենք այո, այնպես անել, որ մեզ հարմար լինի։ Դու կարող ես պղպեղները ասեմ, որ այսպես ամբողջական եմ ուզում տապակել, բայց գազար, այո, դդմիկը եւ գազարը իհարկե պետք է կլոր շերտերով կտրատել։ Շատ լավ։ Սա կհանձնեմ քեզ եւ այս պահին ես արդեն կսկսեմ բրինձը եփել, սիրելիներս։ Դդմիկը եւ գազարը։ Դդմիկը եւ գազարը կլոր շերտեր են մեզ պետք, ահա։ Շատ լավ։ Իսկ բրինձը պետք է խաշենք, ես այստեղ ջուր կավելացնեմ։ Մեզ եռացրած ջուր է պետք, սիրելիներս։ Ահա։ Քանի որ ես փլավը պատրաստելու եմ ուրեմն քամովի տարբերակով, ուստի ջրի չափը այնպես կարևոր չի, բավականին ջուր է պետք եռացրած, որպեսզի խաշվի բրինձը, հետո մենք ջրքամենք այն։ Այստեղ պետք է աղավելացնել։ Ես փորձում եմ անաղմուկ, բայց անաղմուկ հավես չի։ Այո, համ հավես չի սիրելիս, համ էլ խոհանոցում առանց աղմուկի ոնց կլինի։ Այստեղ աղ կավելացնենք եւ եթե հիշում եք սիրելիներս, մեկ անգամ ես այդպես պատրաստել եմ, ձեզ հուշում եմ արել, այսպես ասած լայֆ-հակի տարբերակ, այստեղ մենք քացախ ենք ավելացրել բրինձի մեջ, որ բրինձը ավելի հատիկավոր դառնա եւ ավելի ճերմակ։ Ահա, մի փոքր էլ ես կավելացնեմ քացախ, մտածեցի, որ առանձին պետք է քո լայֆ-հակերի էջ բացենք։ Ես շատ շնորհակալ կլինեմ, դու լավ զբաղվում ես այդ հարցերով, էջ բացել ու նկարներ տեղադրել, մենք քեզ ավելորդ շատ ճնշում ենք այդ հարցերով, բայց կոմոդ շատ համբերություն է պետք էջեր վարելու համար, անկեղծ եմ ասում, եւ հետեւողականություն, ես ունեմ ծով համբերություն։ Այո, բայց աշխատանքի բերումով հետեւողականությունը այդքան էլ միշտ չի ստացվում բոլոր էջերի դեպքում, բայց ինչքան հասցնում եմ։ Դե գիտես, ժամանակի առումով էլ խնդիրներ կան, այո, բարդ է շատ։ Օրինակ ինձ շատ հաճախ իմ հարազատները, իմ մտերիմները շատ ասում են, զարմանում ենք աշխարհը էջ բացեց, սկսեց էջեր վարել ու այո, ֆուդ բլոգերներ են բոլորը, այսքան տարիներ շարունակ ինձ բոլորը ասում են իմ մտերիմները, ինչու չես անում այդ, ես հասկանում եմ, այո, դու ինքդ շատ անգամներ ես ինձ ասել, իմ ընկերները, մեր թիմի գործընկերները միշտ ասել են, բայց հասկանում եմ, որ շատ ժամանակ է դա պահանջում, հասկանում եմ, որ շատ պատասխանատու է, շատ մի խոսքով շատ էներգիա է պետք է տեղներ դնել, ամբողջությամբ ինձ թվում է պետք է նվիրվել, այլ բան է աշխատանքի գնալ համապատասխան օրինակ ժամանակահատվածում գործդ կատարել, բայց այլ բան է բլոգ վարել, ինչ-որ այդպիսի շարք վարել, դրանք ինձ թվում է շատ տարբեր են։ Դե հաշվի առնելով, եթե դու ինքդ պետք է վարես, վիդեո մոնտաժ,
որը շատ ժամանակ է խլում։ Նկարահանումները դեռ ինչ որ հաճելի են։ Դու ուղղակի տեղադրում ես քո հավես գործողությունները խոհանոցում անում ես, հրաշքները, որոնք ես տեղանում ես էլի ադրինը։ Կարող ես անել նաև հեռախոսով, նկարելով եւ այլն, եւ այդ ընթացքը վստահ եմ քեզ շատ հավես եւ հետաքրքիր կլինի։ Բայց օրինակ ինձ համար այդ մոնտաժ ասվածը շատ այսպես երկարատև process է, շատ այսպես, չգիտեմ, ավելի հմտություններ է պահանջում, քան մեր ոչ մասնագիտական գիտելիքները, այնպես որ չգիտեմ, բայց մարդիկ կան հակառակը։ Ես գիտեմ շատ SMM մասնագետների, իմ ընկերների շրջանում էլ, որ իրենք մոնտաժի փուլն են սիրում, իրենք սիրում են այդ հրաշքը, երբ որ մոնտաժով են ստանում արդյունքը։ Այո, բայց ինձ մոտ ավելի նկարահանման ընթացքն է հետաքրքիր, երևի իմ մասնագիտությունը պայմանավորված։ Երևի թե ես էլ եմ քեզ հետ համակարծիք, ես էլ ինձ ավելի շատ դուր կգա այդ պահը, այս գեղեցկությունը, այդ գերագույն հաճույքը, որ ստանում ես այս պահերից, բայց այո, այդպես տեխնիկական հարցերով զբաղվելը արդեն մի փոքր պետք է բնավորության տել համահունչ լինի, ես կարծում եմ, կարողանաս այո այդ ահռելի համբերությունը ունենալ եւ այդ հմտությունը իմանալ, որ ինչպես անես, որ այդպես գեղեցիկ ստացի։ Մի խոսքով դեռ ինձ մոտ չի ստացվում, չգիտեմ հետո ոնց կլինի, բայց Ես վստահ եմ, որ հեռուստադիտողները շատ կօգնեն քեզ մինչև այդ առանձին, չգիտեմ, երկարատև գործընթացները, նաև այստեղ հաղորդման շրջանակում քեզ գրելով, մոտիվացնելով։ Ես շատ հետևում եմ, քանի որ ինքս փորձում եմ ակտիվ բայոլեջերը նաև առաջին ծրագրի եւ YouTube-ում եւ Instagram-ում շատ տեսնում եմ նամակներ ուղղված քեզ եւ մեկնաբանություններ։ Մարդիկ գրում են, օրինակ, չգիտեմ, ինչ որ բան, որ դու առաջարկում ես, ասում ես կարող է այսպես լինել, այնպես լինել, իրենք առաջարկում են իրենց տարբերակը։ Գրում են, որ փորձել են քո տարբերակը ու շատ են հավանել եւ շատ ջերմ խոսքեր, ես չգիտեմ դու հասցնում ես կարդալ թե ոչ, բայց ես քեզ կարող եմ այդ ամենը առանձին ուղարկել։ Այո, ես շատ շնորհակալ կլինեմ, ինչքան հասցնում եմ, փորձում եմ նաեւ հետադարձ կապը, այսինքն անպայման պատասխանել, որպեսզի մարդիկ այդ ջերմությունը այնպես չստացվի, որ պարզապես խոսում ասում ենք, այո, հետ կապը, շփումը անպայման լինի։ Ես շատ սիրում եմ մեր հեռուստադիտողը անկեղծ, երբ ամեն հաղորդման ավարտին ասում ենք այս մասին, ամենայն անկեղծությամբ սրանք անկեղծ խոսքեր են եւ ընդհանրապես ես մի բան երևի թե շատ անպագորգոր չթվա, ես շատ մարդասեր եմ, ես մարդկանց շատ սիրում եմ, կապ չունի, ճանաչում եմ մարդուն, թե չեմ ճանաչում, այնպես որ անպայման, եթե ինձ գրում եք, ես կաշխատեմ, եթե տեսել եմ, իմացեք, հաստատ կպատասխանեմ, եթե չեմ պատասխանել, ուրեմն ընդհանրապես չեմ տեսել, այնց որ հանգիստ ժողովուրդ ջան, կարող եք գրել եւ ես անպայման կարձականքեմ, իսկ ինչը չեմ հասցնի արդեն քո միջոցով։ Այո, արի սկսենք, որովհետև ես արդեն այստեղ հավաքում եմ սեթ։ Շատ լավ ես անում, որովհետև շատ տեղին է ստացվում, կարող ենք պարզապես, եթե սա քեզ խանգարում է, չի խանգարում, ես ուղղակի վերջ, ես այստեղ պարզապես ավելացնեմ քացախը, հիմա կբերեմ քացախ եւ կավելացնենք մեր քացախը։ Այո, ինձ պարզապես մեկ ճաշի գթալ է պետք, Սոնջան, եթե խնդրեմ։ Ահա, շնորհակալ եմ։ Օ, ճաշի։ Ոչինչ, սա էլ կլինի։ Ես երկու ուշամ քնել կներեք։ Որևէ հարց չկա, ես կարող եմ երկու թեյի գթալ ավելացնել, այսինքն մեկ ճաշի գտալ, որևէ հարց չկա այստեղ։ Ահա։ Այսպես։ Այդպես էլ եմ սիրելիս։ Այո։ Ծննդյան օրը այդպիսի բան է։ Ուշ քնել եմ շուտ արթնացել։ Ահա։ Այսպես մեկ անգամ եւս խառնենք եւ փակենք։ Այո, կարող ենք փակել, այսինքն եթե ամբողջական փակենք, ջուրը կթափի, ինձ թվում է, ավելի լավ է չփակենք, այո։ Այ այսպես համբերատար սպասենք, մինչ մեր բրինձը խաշվի։ Պարբերաբար սիրելիներս, այսպես կարող ենք ստուգել, այո, տեսնել թե ինչ վիճակում է։ Ես ընդհանրապես մշտապես հեռուստադիտողին ասեմ, որ բրինձի տեսակը օգտագործում եմ բասմատի տեսակի բրինձը, մշտապես։ Ես կարծում եմ փլավի ամենալավ տարբերակներն են։ Բայց օրինակ, եթե ուզում եք պատրաստեք որից է այլ ուտեստ, որը այլ բրինձ է պահանջում, այսինքն կլոր բրինձ է պետք այդտեղ կամ արբորիո տեսակի բրինձ է պետք, բնականաբար փոփոխություն ենք անում բրինձի, բայց պարզապես ամենահասարակ ու պարզ բրինձի
պատրաստման պարագայում ես օգտագործում եմ բասմաթի։ Յուրաքանչյուր հավելումն էլ իր հետ շատ լավ է ստացվում։ Այսօր ինչպես ասացի, սամիտ ենք օգտագործելու, այս բրնձի մեջ խառնելու ենք սամիտ, ինչը շատ համեղ է ստացվում։ Չգիտեմ, փորձել են հեռուստադիտողները, թե ընդհանրապես կան համտեսած մարդիկ, ովքեր համտեսել են այս ուտեստը, այսօր միասին կփորձենք պատրաստել եւ համտեսել։ Ես շարունակեմ կտրատել, մենք այդ ընթացքում ունենանք կարճատև դադար եւ հետո արդեն կդիմավորենք տաղավարում մեր առաջին հյուրերին։ Մնացեք առաջին ծրագրի հետ։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողներ ջան, հուսով եմ մեզ հետ եք եւ այսօր պետք է միասին պատրաստենք շատ համեղ ուտեստ, ինչպես նշել եմ, այսօր մի քանի տարբերակ ենք պատրաստելու, բայց եւս մեկ անգամ կկրկնեմ ինչ ենք անելու, քանի որ շատ խառն է այստեղ ամեն բան, գուցե դուք էլ շփոթության մեջ եք։ Ասեմ, այսօր բանջարեղեն ենք տապակելու գրիլ տարբերակով, ունեմ գազար, դդմիկ, գունավոր պղպեղ մի 3 հատ եւ չերի լոլիկներ եւ իհարկե այս բոլորը համադրելու ենք շատ համեղ հավի թևիկներով։ Եթե հիշում եք, եթե սկզբից մեզ հետ էիք, ասեմ, որ հավի թևիկները ես մի փոքր 10-ից 15 րոպե թողեցի կաթի մեջ, ինչու կաթի մեջ, որպեսզի շատ ավելի այսպես հյութեղ եւ համեղ դառնան, նրանք փափուկ լինեն։ Եվ հիմա պետք է մարինացնենք այն, իսկ մարինացման համար մեզ պետք է լինելու, որպեսզի հավի թևիկների վրա մի քանի այսպիսի ճեղք կտրվածքներ անենք, որովհետև հիմա պետք է համեմեմ եւ դրա համար անհրաժեշտ է որպեսզի ավելի այսպես լավ ներծծվեն համեմունքները, այդ ճեղքերը անում ենք դրա համար։ Ես այսօր ընտրել եմ այս հատվածները, ամենանուրբ եւ այսպես փոքրիկ հատվածները, այսինքն թևիկը ամբողջությամբ չենք օգտագործում, սակայն պարտադիր պայման չէ, եթե ցանկություն ունեք, ապա օգտագործեք ամբողջական վիճակում։ Ես մտածեցի, որ այսպես ավելի գեղեցիկ կլինի։ Ահա։ Եվ այստեղ համեմունքներից օգտագործելու եմ բազմապիսի համեմունքներ, գիտեք, ես համեմունքներ սիրում եմ եւ շատ հաճախ ձեզ տարբերակներ եմ առաջարկում, բայց իհարկե համեմունքը այնպիսի բան է, որ պետք է, այսինքն քիմքին հարիր լինի, դուք օգտագործեք այն, ինչը որ ձեզ է հաճելի։ Ահա, տեսնեմ ամբողջական բոլորը, այո, բոլորը կտրատված վիճակում են արդեն, ահա, անցնենք առաջ։ Մինչ կհամեմենք հավի թևիկները, ես շատ արագ միացնեմ կրակը եւ սկսենք տապակել մեր բանջարեղենը, իսկ բանջարեղենի տապակման համար որպես այդպիսին մեզ շատ բարդություններ պետք չեն, ընդհանրապես այս գրիլի համար նախատեսված թավայով պետք է մենք տապակենք, որպեսզի շատ գեղեցիկ ստացվի, այն այսպես ցողեմ յուղով եւ իհարկե հերթականությամբ տեղադրենք մեր բանջարեղեն։ Գազար։ Այո, գազար։ Ամենահամեղ եւ օգտակար բանջարեղենը։ Ահա, սկսենք այսպես տեղադրել։ Տեսա, որ ես գազարների համար եմ եկել։ Առաջին գազարներն ա տեղափոխ։ Բայց մենք շատ գազար ունենք, Սուրեն ջան, անգիստ կարող ես ուտել, որից է հարց չունես դու այդ առումով։ Իսկ դու լոլիկների վրա էլ։ Իսկ դու ասեմ, հում դդում կերել ես։ Ոչ։ Շատ համեղ է, անկեղծ, այսինքն ոչ թե շատ համեղ, այլ համարյա վարունգի ընտանիքից է, այնպես մեծ տարբերություն չկա դդումը թե վարունգը, եւ ես ասեմ օգտակարությունը ավելի շատ է, հատկապես խոլեստերին ունեցող մարդկանց համար, ես սրա մասին բազմիցս եմ ասել, բայց չեմ զլանա եւս մեկ անգամ կկրկնեմ, այն մարդիկ, ովքեր ունեն խոլեստերինի խնդիր կամ շաքարի խնդիր, այսինքն դիաբետիկ, ուրեմն շեղումներ ունեն, այդ մարդիկ կարող են դդմիկը քերիչով անցկացնեն քիչ յուղայնությամբ մածնի մեջ կամ թթվասերի մեջ, այստեղ շատ սամիտ լցնեն, մի փոքր աղ եւ տակտեղ ու հրաշալի դեղամիջոց է, եթե մշտապես տանն ես, որ եթե խնդիր չունես, այնտեղ կարելի է մի պճեղ սխտոր եւս ավելացնել, հավատացնում եմ, 1 ամիս եթե օգտագործեք դա եւ շաքարը կիչնի եւ խոլեստերինը կիչնի, անպայման փորձեք եւ արձագանքեք, վստահ եմ կհամոզվեք իմ ասածի մեջ եւ ինձ հետ համակարծիք կլինեք։ Սա փորձված մեթոդ է, ես ինքս ուրեմն
իմ մտերիմների վրա փորձ արկել եմ։ Ադրին ամեն ինչ փորձված է ասում, եթե արդեն իսկ կա այդ տարբերակ։ Ադրինը հիմա այս ամբողջը կտապակենք, վայ գազարը։ Մինչ տապակելը ես անպայման պետք է համեմեմ այս թևիկները, եթե ժամանակ ունենք մի հատ վերևների հետ կապվի 15, վերևներն արդեն կապ։ Էլ չունենք արդեն ժամանակ։ Արդեն մեղրն ենք ավելացնում, սոյայի սոս եւ համեմունքներ։ Եվ տրորենք։ Իսկ հիմա դաթար, այդ ընթացքում մենք կտրորենք։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողին, Ժողովուրդ ջան, շատ խառն եմ այստեղ, չգիտեմ որից հետո հասցնեմ, որպեսզի ձեզ նաև ճիշտ ներկայացնեմ ամեն բան, բայց եթե հիշում եք, մինչ ուրեմն խոհանոցից կանցնեինք այլ ոլորտ, ուրեմն ես այստեղ տապակեցի բանջարեղեն, ինչպես ասացի, դդմի գազար, գունավոր պղպեղներ, լոլիկներ, գրիլի թավայի մեջ տապակում ենք, ահա համարյա թե պատրաստ են մեր տապակված բանջարեղենները, այն շատ քիչ յուղի մեջ եմ ես տապակում, քանի որ թավան թույլ է տալիս քիչ յուղ օգտագործել, իսկ այդ ընթացքում, սիրելիներս, ահա այստեղ ոսկլտում է, այսպես, շատ զգուշ է պետք լինել, իհարկե, տապակելու պրոցեսը այդպիսի բարդություններ էլ ունի։ Ինչևից է, սիրելիներս, հիշում եք, որ ասել եմ մենք հավի թևիկներ ենք մարինացնելու և տապակենք։ Իհարկե, մինչ այդ, առաջին հերթին ասեմ, որ հավի թևիկները մենք կաթի մեջ մարինացրեցինք, այսինքն մի փոքր թողեցի մնա, որպեսզի փափկի, հետո իհարկե մեղր, սոյայի սոուս և բազմապիսի համեմունքներ ավելացնելով թողեցի մարինացվի։ Ահա, այստեղ մարինացված տարբերակն է։ Եվս մեկ անգամ կրկնեմ, մենք ուրեմն այստեղ ավելացրել ենք մեղր, սոյայի սոուս, համեմունքներ։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա տեղափոխում ենք թևիկները օսլայի մեջ, այստեղ մի փոքր օսլա ունենք, այսպես, ավելացնում եմ այստեղ մեկ հավկիթ և ևս մեկ անգամ այս բոլորը մի քիչ երևի թե աղ կավելացնեմ, անկախ նրանից, որ սոյայի սոուս ենք ավելացրել, ահա, և սկսենք տրորել այն։ Տրորենք, էլի թողնենք մի փոքր մնա և կսկսենք այն տապակել։ Կարող ենք տապակել առանձին թավայի մեջ, կարող ենք հենց նույն գրիլի թավայի մեջ այն տապակել։ Այսպես։ Ես կարծում եմ ավելի շատ բուսայուղի մեջ կտապակեմ, որ ավելի խրթխրթան լինեն այս թևիկները, նրանք կլինեն կեղևը խրթխրթան, իսկ ներսը ավելի հյութեղ, դրա համար էլ շատ յուղ մեզ պետք կգա, որպեսզի այդ, այսպես ասած, արդյունքը ստանանք։ Ահա, թողեցի մի կողմի վրա, սիրելիներս, և անցնենք առաջ։ Սա քիչ ավելի ուշ ես արդեն կտապակեմ և այն իմիջիայլոց կտապակվի շատ արագ։ Այստեղ մի քանի րոպեների հարց եմ։ Ասեմ ինչ ենք անում հաջորդիվ։ Այս կաթսայի մեջ ես տապակում եմ մի քանի կտոր կարտոֆիլ, կլոր շերտերով կտրատված, ինչու, որովհետև այստեղ պետք է եփենք մեր բրինձը։ Իսկ բրինձը հիշում եք, մենք պետք է պատրաստեինք սամիթով։ Սամիթը կտրատեցինք, բրինձը խարշեցինք աղաջրի և մի փոքր քացախի հետ միասին, և այնտեղ իմիջիայլոց ես քիչ ավելի ուշ ավելացրել էի մի փոքր շաքարավազ, շատ քիչ, մի պտղունց շաքարավազ, որպեսզի այդ քացախը չթողնի բրնձի համը փոխվի։ Եվ այստեղ հիմա ավելացնում ենք աղ, ընդամենը աղ, այսպես, փորձում ենք շատ զգուշությամբ խառնել այն, շատ անուշիկ բույր կտա սամիթը մեր բրնձին և կդարձնի շատ հետաքրքիր։ Խորհուրդ եմ տալիս անպայման փորձել այս տարբերակով բրինձ պատրաստել, իմիջիայլոց սա շատ համահունչ է և հավի թռչնամսի հետ, այսպես ասած, և ձկնեղենի հետ շատ հարմար է, ծովամթերք կլինի, հենց պարզապես ձուկ կլինի, այնպես որ շատ համահունչ կլինի այս տարբերակը։ Ահա, լավ խառնելով ես այն կլցնեմ մեր կարտոֆիլի վրա և այնտեղ կավելացնեմ մի փոքր հալած յուղ։ Ահա։ Էլի ընթացիկ խառնելով այն ավելացնենք մեր կաթսայի մեջ։
գույնը կարծում եմ տեսքը հրաշալի է։ Մնում է արդեն գոլորշիով եփվի, ընդհանրապես բոլոր համերը միախառնվեն եւ վստահ եմ շատ համեղ կստացվի։ Ահա, ավելացրեցինք մեր բրինձը, հիմա ես կավելացնեմ հալած յուղը։ Ինչ ճիշտ բայ եմ եկել։ Էդը որ ասացիր, ջան։ Սխալ բայ եկար։ Հակառակ եկել եմ, որ այսպես կանխարգել ես, հա։ քո քիչը եւ իմ քիչը միջին տարբերակով համապատասխանեցնենք։ Էդը որ ասացի շատ խառն եմ ժողովուրդ ջան, ես հասկացա, որ երբ ընտանիքում որևէ մեկի ծնունդն է լինում կամ ինչ-որ տոն է լինում, միշտ մայրիկը շատ խառն է լինում եւ սա էլ այդ տարբերակներից մեկն է։ Եվ ի դեպ, քանի որ հենց յուղն ես օգտագործում, նշենք, որ մեր շատ ելի գործընկերը Elola ընկերությունն է այս յուղը առաջարկում, ինչպես նաև կատնամթերքի լայն տեսականի անարատ կաթից պատրաստված, կարող եք ձեռք բերել եւ հատկապես ձեր երեխաների համար վստահ լինել, որ անարատ կաթից պատրաստված կատնամթերք իրենք օգտագործեն, եթե նախընտրեք Elola-ն, այս ապրանքանիշը առաջարկում է նաև պանիրների լայն տեսականի եւ ի դեպ նորույթ ունեն բաստուրմայով պանիրը, որը այստեղ փորձարկեցինք, շատ համեղ է, եթե դուք բաստուրմա սիրում եք, ապա բաստուրմա եւ պանիր սիրում եք, ապա այս համադրությունը իդեալական է, ուղղակի շատ համեղ է, անպայման ձեռք բերեք եւ վայելեք։ Այո, դու ճիշտ ես, եւ ես էլ կավելացնեմ, որ ընդհանրապես այս բոլորից զատ, կատնամթերքից զատ մենք ունենք պսկաթանը, երևի թե քչերին է հայտնի այդ համեղագույն կատնամթերքը, բայց շատ լավն է, այն կարելի է համադրել բանջարեղենի եւ որևէ ապուրների հետ, այնպես որ մենք մեկ անգամ այստեղ առիթ եղել է ինչ որ բան ենք պատրաստել, բայց դեռ կփորձեմ էլի բաղադրատոմսեր ավելացնել։ Ահա։ Եվ իհարկե, էլ ինչ տոն առանց անմահական գինիների, որ առաջարկում է Ջովանի գինեգործարանը, եւ այսօրվա բաղադրատոմսն էլ ու այս հրաշալի համեղագույն ուտեստը, որը պատրաստվում է, ես վստահ եմ, որ համեղագույն, որովհետև հոտը արդեն ամբողջ տաղավարով մեկ տարածվել է։ Իհարկե առանձնացնում են Ջովանի գինեգործարանի կողմից առաջարկվող անմահական գինիները, նաեւ ունեն հյութերի եւ պահածոների լայն տեսականի, որոնք կարող եք ձեռք բերել եւ վայելել տնական համն ու հոտը, ահա մեր էկրաններին դուք տեսնում եք ընդհանրապես շատ փոքր բաժին է իրենց մեծ արտադրանքի։ Սուպեր, այո, այլ ինչ տոն առանց գինիների, այն համեղ գինին, մենք էլ երևի, ես ռոզեի սիրահար եմ, երևի ռոզե աղջիկները ընդհանրապես, այո, կանայք ռոզե, այո, սիրում են, այնպես որ կարծում եմ մեր սեղանի զարդը կլինի այսօր։ Իսկ ես ասեմ, որ բանջարեղենը համարյա թե պատրաստ է, սիրելիներս, գրիլ տարբերակով երբ բանջարեղեն եք պատրաստում, բոլորովին կարիք չկա շատ այն տապակել։ Այն սովորաբար մի փոքր թերխաշ վիճակում է լինում, մի փոքր խրթխրթան պետք է մնա, այնպես որ ինձ մոտ հենց այդ տարբերակն է, որոշները իհարկե շատ տապակվեցին, բայց որոշ մթերքներ, գազարների օրինակ, մեջ կա խրթխրթան տարբերակներ։ Հենց այսպես էլ թողնելու եմ, այլևս այն չեմ տապակելու, որովհետև մեզ պետք է հենց այս տարբերակը։ Բայց թավան պետք է հեռացնեմ, թողնենք մի կողմի վրա։ Բայց շատ Pinterest-ի կադր էր հիմա այս ամեն ինչը, այո, շատ գեղեցիկ է եւ շատ այսպես համացանցային նկար կարծես լինի։ Այս թե ոգեշնչում ես ինձ։ Եվ ասեմ, որ իհարկե արդեն շնորհակալ եմ։ Արդեն այս ամառվա հոտը գալիս է, այս գունեղությունը, այս թարմությունը արդեն ինստինկտիվան հուշում եմ, որ պետք է շատ օգտագործել բանջարեղեն։ Մնում է եղանակներն էլ հուշեն, որ ամառը մոտենում է եւ մենք գարնան վերջին ամիսն ենք, ոչ թե խորը աշնան առաջին ամիս։ Եվ իհարկե անցնելով առաջ, արդեն կարող ենք տապակել մեր թևիկները, հավի, մեր չէ, ժողովուրդ ջան, հավի թևիկները կարող ենք տապակել, այստեղ ես բուսայուղ կլցնեմ, իհարկե ասել էի, որ շատ բուսայուղով այն պետք է տապակենք, որպեսզի արագ տապակվի եւ հյութեղ մնա։ Եվ շատ բուսայուղի պարագայում ինքը շատ չի կլանի, յուղ իր մեջ չի կլանի, շատ արագ կտապակվի եւ այնուհետև շատ համեղ կլինի։ Կեղև, այո, կձևավորվի։ Իհարկե պետք է մի փոքր համբերենք, այո, որպեսզի յուղը տաքանա, չմոռանանք, ես այս ընթացքում եւս մեկ անգամ կկրկնեմ, որպեսզի մի քիչ կարծում եմ այսօր խառն եմ բացատրել ամեն բան, գուցե հեռուստադիտողին մի քիչ այսպես իրար եմ խառնել, չգիտեմ, այդպես կարծում եմ։ Ինձ թվում է քո զգացողությունն է, իմ զգացողությունն է, այո, հերթով գնացել է եւ հետո էլ իհարկե ինչ քո խոսքը կասես, ասեմ, որ YouTube-ում
կտեղադրվի առանձին խոհանոցային հատվածը, եթե ինչ-որ բան բաց եք թողել կամ չեք հասցրել, կարող եք ստոպ տալ, հետ տալ, առաջ տալ, նայել եւ շատ հանգիստ պայմաններում տանը պատրաստել այսօրվա Ադրինեի առաջարկած բաղադրատոմսը։ Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի հնարավորություն կա եւ ասեմ, որ ինչ ենք պատրաստել, երևի թե այսպես բանջարեղենը տապակեցինք, իմ նախընտրությունը գազարներ, դդմիկը, պղպեղները գունավոր, փոքրիկ գունավոր պղպեղները եւ լոլիկը, չերի լոլիկը, դուք կարող եք ձեր նախընտրած տարբերակը իհարկե տապակել, դա տապակեցինք, թողեցինք մի կողմի վրա, հիմա թևիկները պետք է տապակենք, որը մարինացրել ենք եւ կաթով, եւ համեմունքներով, եւ մեղրով, սոյայի սոուսով, այստեղ վերջում ավելացնելով, ահա պետք է արդեն շատ զգուշ լինել, սոյայի այստեղ ավելացրեցինք օսլա եւ իհարկե հավկիտ, մեկ հավկիտ, ինչու որպեսզի ավելի կեղև ունենա մեր թևիկները։ Եվ այս կաթսայի մեջ արդեն եփվում է սամիթը եւ բրինձը, որի հատակին, կաթսայի հատակին տեղադրել եմ մի քանի կտոր կարտոֆիլ, որպեսզի շատ ավելի հետաքրքիր եւ համեղ ստացվի։ Ահա, կամաց սկսենք տեղափոխենք արդեն։ Տեղափոխել, այո, երևի թե մեզ մեկ այստեղ ոչ թե ճաշի գտել, մենք այստեղ գիտես հարմարանք ունենք այսպիսի։ Եթե քեզ ավելի հարմար կլինի նա վերցնես։ Այո, այսը խնդրեմ։ Քո սարը զենքը խոհանոց։ Այո, սա ակցանի ինչ որ տարբերակ է, ինչ է խոհանոցային, անկեղծ ասած չգիտեմ ոնց կոչեմ իրեն, բայց դե։ Շատ զգուշությամբ, այո, ես շատ զգուշությամբ, ինչ լավ է, շատ տաք չէ, մեզ չի վնասի այս պահին ոչ մի բան, այսպես խառնելով երևի թե ավելացնենք։ Չմոռանամ եւս մեկ անգամ շեշտել հեռուստայտողին, որ թևիկների վրա ուրեմն այսպես կտրվածքներ էինք արել, որպեսզի համեմունքը ավելի լավ ներծծվի իր մեջ։ Եվ մեկ հավկիտ էինք ավելացրել։ Այո, հավկիտ եւ օսլա։ Սա էլ է։ Հետաքրքիր է ստացվում։ Իհարկե ես որևիցե բաղադրատոմս առաջարկելով ոչ մի բան չեմ պարտադրում, բայց դե բաղադրատոմսի ձևը սա է։ Իսկ համեմունքները? Համեմունքները բազմապիսի համեմունքներ։ Ես ունեի միքս տարբերակը Սոնջան, որի մեջ պարունակվում է աղ, պղպեղներ, կարմիր եւ սև, խմելի սունել է, հատուկ թռչնամթերքի համար ուրեմն այո, համեմունք, դա էլ եմ ավելացրել մի փոքր աջիկայի փոշիկա այստեղ, մի փոքր սխտորի փոշիկա, այնպես որ փունջը ես եմ հավաքել, դուք էլ ձեր ճաշակով սիրելիներս։ Ահա, այսպես։ Ահա։ Ես կրականջատել էի, որպեսզի շատ վտանգներ չլիներ, ահա շարունակում ենք տեղադրել հավի թևիկները եւ սպասել, որպեսզի այն լավ կարմրի։ Անտիր։ Այո։ Կարծում բաղադրատոմսի հետ ամեն ինչ պարզ է, շատ է էլի հեռուստադիտողներ, հուսա։ Այո, շատ պարզ է եւ հիմա իհարկե կունենանք կարճատև դադար մեր եթերում, բայց հետո կողջունենք մեր այսօրվա երկրորդ հյուրերին, հետո անպայման վերջում կվերադառնանք խոհանոց, որպեսզի այս ամենի վերջնական տեսքը եւ իհարկե Ադրինեի էսթետիկ մատուցման ձևը բոլորիս աչքը շոյի եւ որպես օրինակ վերցնենք, որպեսզի մեր տներում առանձին պատրաստելու եւ հյուրեր դիմավորելու կամ մեր հարազատներին ուրախացնելու համար հենց այդ տարբերակը նախընտրենք։ Շատ շնորհակալ եմ քեզ։ Ես կփորձեմ այստեղ կարգի բերել, քանի որ այսպես մի փոքր թափթփվեց խոհանոցը, բայց դե դա նորմալ է։ Հիմա կարգի կբերեմ, իսկ վերջում արդեն այդպես գեղեցիկ կփորձենք տոնական սեղան պատրաստել եւ ձեզ մի փոքր հուշում անել, թե օրվա ընթացքում ինչ կարելի է պատրաստել։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, ջան սիրելիներս, ես ավարտել եմ իմ գործը, փորձեցի շատ արագ պատրաստել սեղանը եւ ներկայացնել այսօր պատրաստեցինք բանջարեղենով հավի թևիկներ, շատ գեղեցիկ տապակված եւ իհարկե սամիթով բրնձով փլավ, որի կացայի հատակին դրել էի կարտոֆիլներ։ Այսպիսին էր այսօրվա տոնական մեր պատրաստությունը, խորհուրդ եմ տալիս դուք էլ փորձեք օրվա ընթացքում եւ իհարկե արձագանքեք։ Իմացեք ես ձեզ շատ եմ սիրում եւ կհանդիպենք